Երաժշտությունը չի սպասում, իսկ մենք չենք ուշացնում։ Ողջույն, ես Կիրանն եմ, իսկ եթերում «Արի պատմի թող իմանան» հաղորդաշարն է։ Այսօր կներկայացնեմ նոր տեսահոլովակի պրեմիերա, իսկ իմ հյուրը սկսնակ երգչուհի Բինան է։ Ողջույն Բինա։ Ողջույն Քիրա։ Լավ ես։ Լավ դու։ Այո։ Դու մանկուց երազել ես դառնալ երգչուհի, սակայն հիմա ես իրականացնում այդ երազանքը։ Այո։ Դա նշանակում է, որ երբեք ուշ չի իրականացնել ձեր երազանքները։ Ճիշտ է։ Իհարկե։ Պատրաստ ես հարցերի։ Փորձենք, այո։ Սկսեցինք։ Առաջի հարցը ընդհանուր տեսահոլովակի մասին ենք խոսելու։ Ինչպես ծնվեց այս երգի գաղափարը։ Իրականում սա իմ կյանքի պատմությունն է։ Այդ շրջանում սիրտս ոնց որ կոտրված էր եւ արտահայտվելու կարիք ունեի, եւ մի գիշերվա ընթացքում ստեղծվեց այս երգը։ Ինչ պատմություն է փոխանցում տեսահոլովակը։ Այս տեսահոլովակը ոչ թե միայն իմ պատմությունն է, այլ փորձել ենք այնպես անենք, որ կոտրված սրտերը ինչ որ մի փթարանք ստանա տեսահոլովակը տեսնելուց հետո։ Հա, կարծում եմ, որ չհամարեն իրենց մենակ, այո, ինչու ոչ, հասկանան, որ կյանքը շարունակվում է եւ ամեն ինչ այդքանով չի ավարտվել։ Այո, ամեն դժվարությունից հետո էլ երկ կա հաստատ։ Այո, նոր սկիզբ կա։ Այո։ Տեսահոլովակի նկարահանումները ինչ ընթացք ունեցան։ Տեխնիկապես ամեն ինչ շատ լավ էր, բայց հուզական առումով շատ դժվար։ Ինչի հետևանքով էլ իմ կարծիքով ամեն ինչ շատ բնական ստացվեց։ Շատ լավ։ Որտեղ են տեղի ունեցել նկարահանումները։ Ի սկզբանե որոշել էինք, որ պետք է գեղեցիկ ինչ-որ բնակարան լինի, այդպես էլ ստացվեց, շատ գեղեցիկ, տաքուկ նկարահանումները տեղի ունեցել։ Անցնենք հաջորդ փուլին եւ խոսենք քո անձնական տեսակետի մասին։ Առաջի հարց. Քեզ ինչպիսի զգացողություններ են փոխանցում այս երգը։ Ինչ խոսք, ինձ համար շատ դժվար է ամեն անգամ այս երգը երգելուց լսելուց վերապրում եմ այդ ամեն ինչը, բայց միևնույն ժամանակ restart է եւ ուժ է ինձ տալիս, որ կարողացել եմ մի քայլ առաջ գնալ եւ ինձ հավաքել, այսպես ասած։ Ու կարծում եմ հաղթահարել ես։ Այո, այո։ Շատ լավ։ Ասա ինձ, ինչն էր ամենաբարդը այս պրոյեկտում։ Դե քանի որ նշեցի, որ առաջի անգամ է ինձ հետ այս ամեն ինչը կատարվում, համարձակություններ։ Այո, համարձակություններ նախ որ որոշեցի, որ ինչ որ sense բան ծնվի, բայց հենց սկսեցինք այդ գործողությունները, արդեն ոնց որ ամեն ինչ ընկավ իր տեղը եւ էլ չէի վախենում, այսպես ասած։ Ինչպես ասում են, ռիսկը գործի մեծ մասն է։ Շատ լավ։ Հիմա արի խոսենք ստեղծագործական թիմի մասին։ Օրինակ, ով է երգի հեղինակը եւ ով է քո պրոդյուսերը։ Շատ լավ։ Դե երգի հեղինակը, բառերի հեղինակը դու ես, եւ օջին օգնել է քեզ միասին անգավորել եք։ Այս հարցին կարող եմ նաեւ ես պատասխանել, որովհետեւ քանի որ Բինայի կյանքից էլ վերցրեց այս ամենը, ինքը պարզապես հաղորդեց մտքեր, ես շարադրեցի, բայց հիմնական աշխատանքը, ավելացումները, հանգավորումները, երաժշտությունը արեց արդեն օջին, նույն ինքը Գևը, ինքը իմ պրոդյուսերը եւ երաժշտական մասով էլ շնորհակալություն Տեգեկա Music-ին, որ ամեն ինչ շատ լավ ստացվեց իմ ուզածով։ Եվ չենք մոռանալ Երևան Արադակարդակնի։ Ասա ինձ, հեշտ էր հարմարվել թիմի հետ, թե ժամանակ էր պահանջվել։ Եթե անկեղծ սկզբնական շրջանում մի քիչ բարդ էր, բայց ընթացքում արդեն որ հասկացանք, որ բոլորս նույն միտքը ունենք, դրանից հետո ամեն ինչ շատ լավ անցավ։ Եվ վստահեցնում եմ, մենք շատ լավ արդյունք ունենք, որը արդեն շատ շուտով դուք կընկերեք։ Հաջորդ հարցը. ինչ որ հետաքրքիր դեպք կա նկարահանումներից։ Այո, շատ հետաքրքիր դեպքեր կար։
օրինակ կարող եմ առանձնացնել այն պահը, երբ որ ես լարված, էլի նշեմ, որ առաջի անգամ եմ այս ամենի մեջ, սենց խառնված պետք է գնամ արդեն առաջին տեսարանն ենք նկարվում, և նույն դու, և օջին, ինչպես միշտ որոշեցիք, որ պետք է կռվեք, ու դու այն կողմից ես ասում վերջ ես գնում եմ, և այն կողմից ասում ու ինձ ուղարկում եք պլաշատկա, և ես գելով գնում եմ ու չգիտեմ թե ինչ եմ պատեր Հարիտից օգտվեմ մի բան էլ ես ավելացնեմ, այդ թեժ պահին արդեն լարվածությունը կա, երկրորդ դրվագն ենք նկարում ու Բինան այդ հուզական էմոցիաներով ասում է ջուր եմ ուզում, ես էլ ասում եմ փոքր երեխա ես գնա խմի ջուր, ու ինքս դու չգիտես որ ես կռանտիս ջուր չեմ խմում, ու արցունքները ու մենք կորոլով միլացի դու տեսարանն ես սերուն ես քեզ չի կարելի լաց Քանի որ շատ հուզված էի, անկախից ես ալոգվալ է։ Հիմա արի խոսենք տեսահոլովակի ոճի ու ուղերձի մասին։ Ահա, հարց։ Ինչու ընտրեցիր հենց այդ կերպարը, որով ներկայացել ես։ Քանի որ ուզում էինք, որ մաքսիմալ լինեի բնական, այսինքն այնպիսին, ինչպիսին որ ես կամ, դրա համար փորձել ենք ամեն ինչը այդ ոճով էլ հենց շարունակենք, էլի։ Իսկ ինչ ուղերձ ես ուզում թողնել քո լսարանի։ Ինչ ուղերձ, որ ինչքան էլ իրենց սիրտը կոտրվի, ինչքան էլ դժվարություններ լինի, մեկը պետք է հավաքեն իրենց ուժերը ու առաջ շարժվեն, որովհետև եթե ինչ-որ մի հատ ավարտ լինի, որ իրանց թվում է, թե դա իրանց կյանքի ամենավատ ու վերջ փուլն է, հաստատ իմանան, որ դրանից հետո մի հատ նենց լավ դուռ ա բացվում, որ իրանք էլ չեն սպասում, բայց իրանց կյանքում ամեն ինչ շատ լավ կլինի։ Հիմա արի խոսենք հետագա ծրագրերի ու սպասելիքների մասին։ Այս տեսահոլովակը նոր փուլ է քո կարիերայում։ Այո, սա իմ առաջին խիզախ քայլն է, որ ես կարծում եմ արդեն արեցի այդ քայլը ու մնում է շարունակեմ արդեն հետագա իմ անելիքները ու ասենք տեսնենք ինչ կլինի ապագայից շատ լավ։ Ինչ սպասենք քեզանից մոտ ապագայում։ Արդեն սկսել ենք աշխատել նոր երգի վրա, բայց 아직 այո չբացենք, որովհետև կլինի պրեմիերա մեր տաղավարում, այո, և պատասխանի խնդրում եմ վերջի հարցին, ինչ սպասումներ ունես քո լսարանից։ Դե սպասելիքներս բնականաբար ուզում եմ, որ գնահատվի մեր աշխատանքը, ինչու ոչ սպասում եմ դրական կարծիքների, բայց որ լինեն անկեղծ, ոչ թե այնքան որ կարծիքներ, այլ ռեալ կարծիքներ լինեն։ Եվ գոնե մեկ հոգու սրտին եթե կպնի սա, ուրեմն ես կհամարեմ, որ աշխատանքը ստացված է։ Շատ լավ, շնորհակալ եմ քեզ Բինա, որ այսօր իմ հյուրն էիր, քեզ եմ շնորհակալ։ Ձեզ եմ շնորհակալ, որ մինչև վերջ մնացիք մեզ հետ, իսկ տեսահոլովակը կարող եք տեսնել ամսի 1-ին 20:00 Տեգեկապ Մյուզիքի YouTube-յան ալիքով։ Ցտեսություն։